Գյումրին այսօր այլ է։ 1988 թվականի կործանարար երկրաշարժից հետո քաղաքն ասես նորից ապրում է։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի մագնիտուդը կազմեց 9 բալ, էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր։ Երկրաշարժի հետևանքով զոհվեց 25,000-ից ավելի մարդ։ Նրանց պատմությունները տարբեր էին, իսկ ճակատագրերը նույնը։ Այդպես եկա կանգնատան գլխում, ոչ տուն կար, ոչ ամուսին կար, երեխեն 20 օրական գիրկս, 17 օրական։ Երկրաշարժի ժամանակ տիկին Անահիտը Հայաստանում չէր։ Իր առաջնեկին լուսաշխար բերելու համար գնացել էր Լատվիա։ Երեխայի ծնունդից օրեր անց այնտեղ նրան հայտնում են ցավալի լուրը, եւ нրա կյանքը այդ պահից փոխվում է։ Երեխեք ջան, ամսու 18-ին Пикова скончается в Армянке, иди ко мне в кабинет. Что случилось, доктор? Я говорю, Настава, где Сав, тебя муж Сав погибл во время землетрясения. Не может быть. Он же ранен, лежит в больнице. Честно, он уже погибл 8 числа декабря. Я հանելեին արդեն փլադարների տգից մի օր ապրել էր ու նոր մահացել էր ջուրային տղեկա։ Ինչ եմ երեխեք ջան աշտեն աշխարհ կսե երկին կեդին գլխից դուման տարավ երեխենք ինչպես սնայեք երեխիս Որպես Ինչ եմ որ մենք ճակատագիրս դիգեր Ես բերնես դու բդի կայ երեխա չեղնես երեխեմ բդիամից դու չեղնես Տիկին Անահիտի ճակատագիրն այլ էր։ Երկրաշարժը տակնու վրա արեց նրա կյանքը, սակայն չխլեց նրանից ապրելու համար կամքը։ Նա շարունակեց ապրել իր եւ իր նոր լույսաշխար եկած որդու համար։ Այս քաղաքը իր բնակիչների հետ կարողացավ կերտել նոր պատմություն ու սկսեց ապրել նոր ուժով։ Այժմ այստեղ ամեն օրվա մեջ կա մի նոր կյանք, հույս ու մի զգացում, որ ամեն վերք կարող է դառնալ պատմություն։